Շատ սիրելի ու հաճելի դեմքեր եմ տեսնում դահլիճում, մի մասին չհասցրեցի ողջունել, միջոցառումը սկսեցինք, շատ ուրախ եմ, հուսամ որ վերջում կմոտենամ եւ կողջագուրվենք։ Սիրելի գործընկերներ, հարգելի հյուրեր, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ժողովուրդ օրաթերթի 15-ամյակը առիթ է ոչ միայն շնորհավորելու, այլ սթափ գնահատելու այն միջավայրը, որի մեջ այս տարիների ընթացքում գործել է ընդհանրապես հայաստանյան մեդիա դաշտը։ 15 տարիների ընթացքում Հայաստանում փոխվել են քաղաքական մեծամասնություններ, սկզբունքներ, օրենքներ, կարգախոսներ, բայց մեդիաների առջև ծառացած խնդիրները մնում են հիմնարարապես չլուծված։ Մեդիան ընկալվում է ոչ թե հանրային վերահսկողական գործիք, այլ խնդիր։ Այսօր լրագրողի իշխանության օրոք է։ Լրագրողը հաճախ մնում է միայնակ դատարաններում։ Խմբագրությունները ֆինանսական եւ համացանցային ագրեսիվ ճնշման տակ, իսկ քննադատական խոսքը թիրախավորման կենտրոնում, նաեւ բանտարկված։ Իհարկե տարբեր գնահատականներով Հայաստանը շարունակում է դասվել խոսքի ազատություն ունեցող երկրների շարքում, բայց իրավիճակը շատ ավելի բարդ է։ Լրագրող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք 63 լրագրողի նկատմամբ բռնություն է կիրառվել, եւ միջորս դրանք ամբողջությամբ լրիվ եւ օբյեկտիվ բացահայտված չեն։ Արձանագրվել են 605 ճնշման դեպքեր լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ, այդ թվում եւ ներխուժումներ, հավատարմագրումից զրկումներ եւ այսպես շարունակ։ Փակվել են տասնյակ մեդիաներ։ 668 դեպք է արձանագրվել, երբ իշխանությունը զրկել է լրագրողին տեղեկություններ ստանալու եւ տարածելու հիմնարար իրավունքից։ Եվ վերջապես 318 հայկական ներողություն դատական հայցեր են ներկայացվել լրագրողների նկատմամբ իբրև ճնշման գործիք։ Իսկ ատելության խոսքը լրագրողների նկատմամբ ամբիոններից համացանցային հարթակներում հիմնականում մնում են անպատիժ։ Ահա թե ինչ միջավայրում են գործում Հայաստանում լրագրողները, որոնց ամեն ինչ անում են մեղադրելու բևեռացվածության, քաղաքական լինելու, անկիրթ լինելու մեջ, Եվրևի սա ժողովրդավարության նոր որակ է։ Անգամ աշխարհահռչակ Freedom House-ը արձանագրել է իր 2024-ի զեկույցում, որ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ հաշվետվողականության ուղղությամբ արձանագրված առաջընթացը խիստ սահմանափակ է, իսկ մեդիայի եւ քաղաքական վերահսկողության արդյունավետությունը էականորեն թուլացված։ Այսօր, երբ խոսում ենք մեդիա բարեփոխումների մասին, ուզում եմ հիշեցնել մի պարզ ճշմարտություն։ Խոսքի ազատությունը չի չափվում ռազմավարություններով, այլ կոնկրետ նախադեպերով։ Թե որքան ազատ է լրագրողը հարց տալու իր իրավունքը իրացնելիս։ Լրագրողն ինչպես է պաշտպանված իր ամենօրյա աշխատանքում։ Քանի խմբագրություն է այսօր գործում առանց ճնշումների։ Քանի որ ես օրենսդիր իշխանության դաշտում եմ գործում, պարտավորված եմ նաև արձանագրել։ Խոսքի ազատությունը Հայաստանում ինստիտուցիոնալ երաշխիքներ չունի։ Այն հաճախ կախված է կոնկրետ քաղաքական միջավայրից, քաղաքական քմահաճույքից եւ քաղաքական կոնկրետ գործիչներից։ Ինչը վտանգ է մեր պետության համար, որովհետեւ առանց ազատ մամուլի չկա վերահսկողություն։ Առանց վերահսկողության չկա պատասխանատվություն, իսկ առանց պատասխանատվության չկա վստահություն։ Սա պետք է գիտակցել։ Այս համատեքստում ժողովրդի 15 տարիները պարզապես կենսագրություն չեն։ Դրանք ապացույց են, որ Հայաստանում անկախ լրագրություն այո կա, բայց մեր ջանքերի ամենօրյա պայքարի գնով։ Դրա համար հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև բոլոր այն մարդկանց, ովքեր այս տարիների ընթացքում եղել են ժողովրդի հետ, աշխատել ենք միասին եւ նաև ընթերցողներին։ Քանի ձեր մոտ կա ճշմարտությունը լսելու պահանջարկ, մենք գործելու ենք ի հեճուկս բոլորի։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։